Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, թող Հայր Աստծո շնորհը մեզ վրա լինի, և Աստծո շնորհը այնպես գործի մեր սրտերում, Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի մեզ բերի ապաշխարության, որպեսզի մենք մեծամիտներ, գոռոզներ, անհնազանդներ, ըմբոսներ չլինենք, այլ լինենք խոնարհ, հնազանդ երեխաներ Աստծո։ Աստծո խոսքը սիրող, Աստծո խոսքը կատարող, Աստծո խոսքը պատվող մարդիկ։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի Սուրբ անունով և Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ես խնդրում եմ, որ դու մեր սրտում այնպիսի խորը աշխատանք կատարես, Տեր, որպեսզի մենք հասկանանք, որ երբեք մեղքը չպիտի արդարացնենք, որ մեր հանդեպ ուրիշների գործած մեղքերը, վիրավորանքները, հայհոյանքները, կամ էլ այս աշխարհի հոգսերը, աղքատությունը, հիվանդությունը և նման այլ բաներ, երբեք չպիտի օգտագործենք որպես պատճառ մեղք գործելու կամ որպես պատճառ մեր մեղքը արդարացնելու։ Տեր իմ Աստված, օգնիր, որպեսզի մենք հասկանանք, որ եթե մենք հայհոյում ենք կամ անիծում ենք կամ չարախոսում ենք, որովհետև մեզ են նման բան արել, մենք միևնույնն է մեղք ենք գործում։ Եթե մենք դավաճանում ենք մեր ամուսնուն կամ կնոջը, որովհետև նա է մեզ դավաճանել, կամ նա մեզ լավ չի վերաբերվում, նա մեզ չի հարգում, բռնանում է մեր վրա, միևնույնն է, մենք մեղք ենք գործում։ Եթե մենք ընտրում ենք երեխային աբորտ անել, հղի կնոջը պարտադրել կամ իր ցանկությամբ աբորտ անել, որովհետև շատ գումար չունեն, տուն չունեն, վարձով են ապրում, մենք միևնույնն է մեղք ենք գործում։ Եթե երեխային աբորտ ես անում, որտեղ մի քանի աղջիկ ունես ու չես ուզում աղջիկ ունենալ, տղա էիր ուզում, դու միևնույնն է մեղք ես գործում։ Եթե ինչ-որ բան խաբում ես, կեղծարարություն ես անում, որովհետև գումարի պակասություն ունես, միևնույնն է մեղք ես գործում։ Հոգսը, հիվանդությունը, աղքատությունը, բռնությունները և այլն, դրանք պատճառ չեն, որ մենք մեղք գործենք, կամ էլ մեր գործածը արդարացնենք, դե ես այսպես վարվեցի, որովհետև դա արդարացում չի, Աստծո դատաստանի օրը դա չի ընդունվելու։ Այնպես որ Հայր Աստված օգնիր մեզ, որ սա հասկանանք, և ամեն մեր արածին, մտածածին, ցանկացածին, անգամ եթե մտքով ենք անցկացրել, որ նման կերպ պիտի վարվենք, ապաշխարենք, որ այս կապանքներից ազատվենք, որ մեր միտքը նորոգվի, մենք մեր թշնամին չլինենք, մենք ինքներս մեզ սատանայի ձեռքը չհանձնենք։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետության գրքին, և մենք երեկ սկսեցինք խոսել այն քայլերի մասին, որ տանում են ապաշխարության։ Այսինքն, երբ որ մենք հասկանում ենք, ինչ է մեղքը իրանից ներկայացնում, մենք ավելի շուտ ենք գնում ապաշխարության։ Եվ ասել էինք, որպեսզի կարողանանք դա անել, պետք է լրջորեն մտածենք, քննենք, կշռադատենք, թե ինչ է մեղքը, որովհետև մեղքի մեջ շատ չարիք կա, որը մեզ պիտի դրդի ապաշխարության։ Եվ հեղինակը նշում է 20 նման մեղքի չարիքներ։ Եվ երեկ մենք խոսեցինք դրանցից 5-ի մասին։ Եկեք նախ թվարկենք և անցնենք այսօրվանը։ Յուրաքանչյուր մեղք
անկախ դրա մեծությունից կամ գարշելիության աստիճանից մարդուն հեռացնում է Աստծուց։ Երկրորդը, մեղքը քայլող թշնամանք է Աստծո հանդեպ։ Երրորդը, մեղքը անարդար վնաս է հասցնում Աստծուն։ Չորրորդը, մեղքը խորը տգիտություն է, մտքի խավարում, մտքի կապվածություն։ Հինգերորդ, մեղքը հուսահատության արարք է ու վտանգ է մարդու հոգու համար։ Մեղքը այնպիսի բան է, կարծես դու անդունդի ծայրին ես կանգնած։ Եվ այսօր անցնենք եւս մի քանի մեղքի այդ չարիքները քննարկենք։ 6-րդը, մեղքը կեղտոտում է, պղծում է, անմաքուր է դարձնում մեղավոր մարդուն։ Եվ հիշենք, մեր ադամական DNK-ով մենք բոլորս ենք մեղավոր։ Եվ բացի դրանից մենք ամեն մեկս էլ մեր անձնական մեղքերն ենք գործել, հա։ Մենք գիտենք, որ Աստվածաշունչը ասում է անմեղ մեկը չկա։ Մենք արդարացվում ենք միայն, երբ ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, լվացվում նրա արյունով, երբ մենք ապաշխարում ենք։ Բայց միևնույնն է, մեր կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ անգամ ապաշխարած մարդը կարող է սայթաքել ու մեղքի մեջ ընկնել։ Եվ մենք պիտի հասկանանք, թե մեղքը ինչ է անում, որպեսզի շտապ կերպով ապաշխարենք։ Հակոբոս առաջին գլխի 21-րդ խոսքում մեղքը կոչվում է աղտեղություն, կեղտոտություն։ Կարդանք. դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դեն գցեք եւ հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Այսինքն Աստծո խոսքը իր մեջ ունի հոգու փրկության ունակությունը, որովհետև ով է Աստծո խոսքը? Հիսուս Քրիստոսը։ Հիշում եք Հովհաննեսում, որ ասվեց. բանը Աստված էր, բանը Աստծո մոտ էր եւ բանը խոսք է նշանակում։ Մեր փրկությունը Հիսուս Քրիստոսով է։ Բայց մենք պիտի լսենք նրան։ Մենք պիտի լսենք Աստծո ասածը, կատարենք, որ փրկվենք։ Հունարեն բառը նշանակում է մարմնի խոցերի փտած, թարախակալված արտահոսք։ Մեղքը կոչվում է գարշելի բան, Բ օրինաց 7-րդ գլխի 25-րդ խոսքում։ Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով, դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս եւ չվերցնես քեզ համար, որպեսի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծո առաջ դրանք գարշելի են։ Ինչի են գարշելի? Ոսկին ու արծաթը ինքնին գարշելի բան չեն, բայց գարշելի են, որովհետև կռապաշտության մեղքի համար էին օգտագործված։ Մեղքն էր գարշելի եւ ամեն բան էլ սարքել էր գարշելի։ Իսկ Բ օրինաց 20-րդ գլխի 18-ում մեղքը հոգնակի կերպով է կոչվում գարշելիություններ, գարշելի բաներ։ Կարդանք. որպեսզի ձեզ չսովորեցնեն ընդօրինակել իրենց այն բոլոր գարշելի բաները, գարշելիությունները, որ անում են իրենց չաստվածների, չակերտավոր աստվածների համար, եւ որպեսզի դուք մեղք չգործեք ձեր Տեր Աստծո առաջ։ Մենք այստեղ նաև տեսնում ենք, որ մենք կարող ենք սովորել մեղք գործել ուրիշներից, ուրիշների օրինակով։ Այն վարակիչ է։ Մեղքի այս կեղտը, այս աղտոտությունը, այս գարշելիությունը ներքուստ է, մեր ներսում է։ Դեմքի վրա եղած կեղտը, մեծ թե փոքր, կարող ես հեշտությամբ մաքրել, ջնջել, բայց երբ լյարդդ, թոքերդ են աղտոտված, երբ սիրտդ է աղտոտված, դրանք անհնար է մաքրել։ Եվ մեղքը 100% կեղտոտում է մեր սրտերը, եւ մեր հոգին, եւ մեր միտքը, մեր ցանկությունները, մեր կամքը, մեր ձգտումները, մեր երազանքները։ Մեղքը աղտոտվածություն է, եւ մեղքը մտել է մարդու մտքի, հասկացողության ու խղճի մեջ էլ,
և քաղցկեղի պես տարածվել։ Տիտոս առաջինի 15-ում Պողոս առաքյալն ասում է. ամեն բան մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի և անհավատների համար ոչինչ մաքուր չէ, նրանց միտքն ու խիղճը պղծված են։ Իսկ քանի որ բոլորս ենք մեղավոր, նշանակում է բոլորիս դեպքում է այսպես։ Եվ միայն նրանք, ովքեր վերստին ծնվել են, ընդունել Հիսուսին, վստահել Հիսուսին, առաջնորդվում Հիսուսի խոսքով և շարունակաբար ապաշխարում են իրենց մեղքերի համար, թույլ են տալիս, որ Սուրբ Հոգին իրենց հիշեցնի հատիկ-հատիկ իրենց մեղքերը, որ ապաշխարեն, նրանք են մաքուր։ Եվ կատարյալ մաքրության մենք կհասնենք միայն դրախտում։ Մեղքը համեմատվում է թրիքով լցված արտի հետ։ Այսինքն, մեր սիրտը այդ գանձն է, բայց այդ գանձի մեջ, այդ արտի մեջ թրիք է լցված մեղքի պատճառով։ Ոմանք իրենց մեղքը պատկերացնում են որպես զարդ, որպես գլուխ գովալու մի բան, բայց ոչ սիրելիս դու խաբնված ես։ Մեղքը դա թրիք է, արտակնոցին արժանի և ապրում է քո մտքում, քո մարմնում, քո սրտում, քո հոգում, քո խղճում։ Պատկերացնում ես ինչ գարշահոտություն է քեզանից գալիս հոգևոր աշխարհում և ֆիզիկականում։ Մեղքը այնպես է կեղտոտում մարդուն, այնպես է ապականում մարդուն, որ Աստված չի կարող էլ նրանց նայել, զզվում է նրանցից։ Զաքարիա 11:8-10 ասվում է. «Եվ մեկ ամսում ոչնչացրեցի 3 հովիվներին, որտև համբերությունս հատել էր նրանց հանդեպ, իսկ նրանք ինձանից էին զզվել։ Ուստի ասացի. ձեզ չեմ հովվելու, մեռնողը թող մեռնի, կործանվողը կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն։ Իսկ ես վերցրի իմ գավազանը, շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ»։ Պատկերացնում եք ինչ սարսափելի բան է մեղքը։ Արդյոք մենք ցանկանում ենք հասնել այն պահին, որ Աստված այսպես խոսի մեր հետ ու ասելու ես իմ շնորհի գավազանը ջարդում եմ, կոտրում եմ։ Մեռնելու ես մեռի, կորելու ես կորի, դժոխք ես գնալու դժոխք գնա։ Արդյոք ցանկանում ենք, որ Տերը խզի իր ուխտը, որ մեր հետ ունի Հիսուս Քրիստոսի հետ։ Ահա թե ինչու մենք ամենքս կարիք ունենք Հիսուս Քրիստոսի, որի արյունը լվանում է այդ պղծությունը։ Մեղքը մեր միջից ու Հիսուսի արյունով նոր ուխտ է, մեղքը մեր միջից հանում է, ու Հիսուսի արյունով նոր ուխտն է հաստատվում Աստծո հետ, բայց մենք նաև պիտի ապաշխարենք, որպեսզի շարունակաբար լվացվենք Քրիստոսի արյունով, շարունակաբար արդարացվենք Քրիստոսի արյունով։ 7. Մեղքի մեջ սարսափելի երախտամոռություն կա ու անշնորհակալ վերաբերմունք կա Աստծո հանդեպ։ Մեղավոր մարդ, Աստված քո գլխին է լցրել տարատեսակ, բազմակի ողորմություններ, բայց դու շարունակում ես մեղքի մեջ մնալ։ Երբ որ ես ասում եմ դու, ես այս խոսքերը ինձ էլ եմ ուղղում։ Ինչպես Դավիթ թագավորը ափսոսանք հայտնեց Նաբաղին օգնելու մասին։ Կարդանք առաջին Թագավորաց 25:21 խոսքը։ Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում»։ Նմանապես Աստված այնքան բան է արել մեղավոր մարդկության համար, ինձ համար, քո համար, և միթե դա իզուր է եղել։ Միթե Հիսուսի զոհողությունը իզուր է եղել։ Աստծո բոլոր արած ողորմությունները կարող են խրատել և նույնիսկ մեղադրել անշնորհակալ մարդուն։ Աստված կարող է ասել ինձ, քեզ. ես քեզ խելք եմ տվել, առողջություն եմ տվել, տաղանդներ եմ տվել, աշխատելու, ստեղծելու կարողություն եմ տվել, հարստություն եմ տվել,
Ես քեզ իմ կերպարով եմ տվել, այսինքն ես քեզ ստեղծել, ես քեզ ստեղծել եմ, որ սիրել իմանաս, ողորմել իմանաս, ներել իմանաս, օժտնել իմանաս, բարիք գործել իմանաս։ Հարստություն եմ քեզ տվել, աշխատանք եմ տվել, եւ դու այս ամենը օգտագործում ես իմ դեմ։ Ովսե 2-րդի 8-րդ խոսքում ասվում է. Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին, յուղը եւ շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք բահաղ շինեցին։ Սա Աստված է ասում։ Աստված ասում է, որ հաց ուտում ես, այդ հացը ես եմ քեզ տալիս։ Այդ որ աշխատանք ունես, դա ես եմ քեզ տվել։ Այդ որ բիզնեսի միտք ունես, կլիենտներ ես ստանում, դա ես եմ քեզ տվել։ Բայց ասում է, այդ հարստությունը վերցնում ես ու գնում ես, չաստվածին Աստված ես դարձնում քեզ եւ ինձ մոռանում ես։ Բահաղ շինեցին։ Բահաղը դա չաստված էր։ Այսինքն մեզ Աստված տալիս է բարիք, իսկ մենք օգտագործում ենք դրանք կուռքերին պաշտելու, Աստծո դեմ գործեր անելու համար, Աստծո կամքին հակառակվելու համար։ Աստված մեզ գումար է տալիս, ֆինանս է տալիս, որպեսզի Աստծո թագավորության գործերն անենք, Աստծո ավետարանը տարածենք, հա, ավետարանիչներին օրհնենք։ Բայց փոխանենը մենք փոխանակ այդ ֆինանսը որպես միջոց օգտագործենք Աստծո գործի համար, մենք այդ ֆինանսը դարձնում ենք մեր կուռքը ու դառնում փողի ու հարստության ծառան։ Աստված ասում է. ես սննդամթերք ուղարկեցի, եւ դուք դա էլ ծառայեցրիք ձեր կուռքերին պաշտելու համար։ Իմ փոխանակ ինձ պաշտեք, ինձ շնորհակալություն ասեք։ Օծի պատմությունը գուցե բոլորս էլ գիտենք, որ սառած օծը, երբ տաքացավ, խայթեց իր տիրոջը, որ օծին բերեց կրակի մոտ, որ տաքանա ու չսատկի։ Այստեղից այն առակը կա, որ օծը իրեն տաքացնողին է խայթում։ Նույն կերպ էլ մի ուրիշ առակ կա, որ ասում են քեզ օգնողի ձեռքի վրա մի թքի կամ մի կծի այդ ձեռքը։ Եթե մենք հասկանանք, որ մեր օգնողը, մեր լույսը, մեր փրկիչը, մեր բժիշկը Աստված է, ու մենք մեր մեղքերով կծում ենք նրա ձեռքը, թքում ենք նրա ձեռքին, գուցե խելքի գանք ու էլ չանենք։ Նույն կերպ էլ մարդը վերցնում է Աստծուց իրեն տված ողորմածությունները, նվերները, պարգևները, օրհնությունները եւ հետո դրանցով խայթում է Աստծուն։ Բ Թագավորաց 16:17-ում ասվում է. Աբիսողոմն ասաց Քուսիին. դա է բարեկամիտ նկատմամբ ունեցած ազնվությունդ։ Ինչու չես գնացել բարեկամիդ հետ։ Աստված մեր բարեկամն է։ Բարեկամ չի նշանակում հարազատ, բարեկամ նշանակում է բարի կամեցող։ Մեր բարերարը, մեզ բարիք անողը։ Իսկ մենք մեր մեղքերով երես ենք դարձրել Աստծուց ու գնացել Աստծո թշնամու բանակ, փոխանակ Աստծո հետ գնանք։ Փոխանակ մեզ բարօրություն անողի հետ գնացել ենք մեր մահը, մեր կործանումը ցանկացողի հետ։ Արդյոք Աստված ինձ ու քեզ, մեզ բոլորիս կյանք է տվել, որպեսզի կարողանանք մեղք գործել։ Արդյոք Աստված մեզ վարձատրել է, որպեսզի սատանային ծառայենք։ Արդյոք Աստված մեզ աշխատանք է տալիս, որ մեր գումարով ստավկաներ դնենք, որ մեր գումարով չարիք գործենք։ Արդյոք Աստված մեզ ընտանիք է տալիս, որ դավաճանենք մեր ընտանիքի անդամներին։ Արդյոք Աստված քեզ հայրենիք է տալիս, որ դավաճանես քո հայրենիքին։ Արդյոք Աստված երեխա է դնում քո արգանդում, որ դու այդ երեխային սպանես, ինչա թե փող չունես։ Արդյոք Աստված մեզ կին ամուսին է տալիս, որ ծեծենք, բղավենք, հայհոյենք, բռնանանք։
Արդյոք Աստված երեխաներ, թոռներ, ծոռներ է մեզ տալիս, որ Աստծո մասին չպատմենք, Աստծո ճամփով չուղղորդենք, այլ սատանայի բաժին դարձնենք։ Արդյոք Աստված մեզ լեզու է տվել, որ իրեն անպատվենք, իրեն հայհոյենք, իրեն անարգենք, իրեն մեղադրենք և իր պատկերով ստեղծված մյուս մարդկանց անիծենք ու գլխներին դատաստան կանչենք, քան թե նրանց համար աղոթենք։ Մենք պետք է մտածենք այս մասին, ու ոչ միայն մտածենք, այլ նաև ապաշխարենք։ 8. Մեղքը ստորացուցիչ բան է։ Մեղքը խլում է մարդու պատիվը։ Նահում 1:14-ում այսպիսի խոսքեր են ասվում մի թագավորի մասին. Տերը քո մասին հրամայել է, քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների կամ այդ չաստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած ու ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար, անպատիվ եղար։ Այդ թագավորը իծնե անարգ չէր, իծնե վատը, զզվելի, զազրելի, պիղծ, նողկալի, գարշելի ու ստոր չէր։ Նա այդպիսին էր դարձել մեղքի պատճառով, որտև մեղքը կեղտոտում է մեր անունը, կեղտոտում ու պղծում է, արատավորում է, վարակում է, նեխացնում է մեր արյունը։ Ոչինչ այնպես չի փոխում մարդու փառքը ամոթի, որքան մեղքը։ Մեղքի պատճառով մեր փառքը ամոթի է փոխվել։ Մեղքի պատճառով Ադամն ու Եվան և ամբողջ մարդկությունը զրկվեցին դրախտից։ Մեղքի պատճառով անիծվեց ողջ արարչությունը։ Դ թագավորների 5-րդ գլխի 1-ում կարդում ենք, որ ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր ֆիզիկական տիրոջ առաջ, որովհետև Տեր Աստվածը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։ Այս սիմվոլիկայից հասկանում ենք, որ որքան էլ մարդ մեծ լինի աշխարհի հասկացողությամբ, մեծ դիրք ու պաշտոն ունենա, շատ մարդկանց առաջնորդ լինի, հայտնի լինի, սիրված լինի, հարուստ լինի, խելացի գիտնական լինի, ինչքան շատ գրքեր գրածը լինի, չգիտեմ, աշխարհում ինչքան բարձր է հնարավոր, այդքան բարձր լինի, բոլոր մարդկանց պատիվը վայելի, եթե այդ մարդը ամբարիշտ է, այսինքն Հիսուսին չի ընդունում, Հիսուսի արյունով չի լվացվում, չի ապաշխարում, ապա այդ մարդը Աստծո աչքում բորոտավոր է, անմաքրելի հիվանդություն, մեղքը դա է։ Մեղքով պարծենալը նշանակում է պարծենալ այն բանով, ինչը քո անպատվությունն է, քո անարգանքն է, քո ստորացումն է, քո պղծությունն է։ Կարծես շնացողը պարծենա, որ ինքը շնացող է։ Կարծես բանտարկյալը պարծենա իր շղթաներով։ Ավելի ճիշտ շնացողը պարծենա, որ սպիդ ունի, սպիդով հիվանդացել է, պարծենա դրանով, պարծենալու բան է։ Կամ բանտարկյալը պարծենա իր շղթաներով, հպարտանա, կամ ավազակին, որին պետք է կախաղան հանեն, հպարտանա իր վզի այդ կախաղանի օղակով, կամ մեռնող հիվանդը պարծենա իր քաղցկեղով, որ քայքայում է իր մարմինը ու գողանում իր կյանքը։ Չենք պարծենա, չէ՞ սրանցով։ Ապա ինչու ենք կարծում, որ մեղքը, որ նորից մեզ փտացնում ու խլում է մեր պատիվը, հեռացնում մեզ Աստծուց, դրա համար պիտի պարծենանք ու ավելին անենք։ Այսքանը այսօր։ Վաղը կշարունակենք, թող այս խոսքերը Աստծո սրի պես մխրճվեն մեր ողն ու ծուծի մեջ, որպեսզի մենք արթնանանք, որպեսզի մենք ծնկի գանք Աստծո առաջ,
եւ ողորմություն խնդրենք եւ ներում խնդրենք եւ դարձի գանք եւ ապրենք Աստծո խոսքով եւ ամեն մանրուքի մեջ ուշադիր լինենք, որ մեղք չգործենք, երբեք մեր դժվարությունները պատճառ չդարձնենք մեղք գործելու համար կամ էլ պատճառ մեր մեղքերը արդարացնելու համար։ Հիսուսի անունով թող այդպես լինի։ Ամեն։